Բարի երեկո հարգելի հետևորդներ, մենք այսօր սկսում ենք հակակոռուպցիոն փառատոն, կարծում եմ, որ գինու փառատոնի մասնակիցները այսպես թե այնպես իմ հետևորդները չեն կամ այս եթերով չհետաքրքրված մարդիկ են։ Այսօր լինելու է բավականին սկանդալային երևի թե եթեր եւ բավականին կոշտ եթեր եւ կարծում եմ բոլորից շատ կհետաքրքրի, որովհետեւ մենք ի վերջո սկսելու ենք, ավարտելու ենք գեներալ լուբորկան դատական համակարգում, որովհետև մենք հարկեր ենք մուծում, որպեսզի ունենանք դատավորներ, այսինքն մարդիկ, ովքեր իրականացնում են արդարադատություն, ոչ թե ընտանեկան բիզնեսով զբաղվող մարդիկ, ես չեմ իմացել, որ եթե դատավորի մասին խոսում ես, իր համար ժողովրդի լեզվով պաստուպիցիալնում իր ամուսինը կամ գնում տղա են բերում, իդեմս ամուսնու։ Ինչին է սա վերաբերվում, ապրիլի 8-ին ես եթեր եմ ունեցել բավականին սկանդալային դատավոր Նայրա Ավետիսյանի վերաբերյալ, Նայրա Վազգենի Ավետիսյանի վերաբերյալ, նրա գույքերի եւ այլն եւ այլն։ Ինչի եմ ասում սկանդալային, որովհետեւ ես միակը չեմ, տարիներ շարունակ վերջինիս վերաբերյալ, վերջինիս գույքերի, ակնհայտ ապօրինի դատական ակտերի եւ այլն, հեսա մենք սա մանրամասնելու ենք, եղել են հրապարակումներ։ Բայց ինչ է տեղի ունեցել եթերից հետո տիկին դատավորը, ինքը դե 66 թիվ, այմա չգիտեմ դա տարիքային է, թե ուղղակի տրամադրության հետ է կապված, որոշել է, որ ինքը անքննելի է, իր գործերը անքննելի են եւ իր յուր ամուսնու հետ միասին, որի մասին մեր եթերի մի մասը վերաբերում է այդ ընտանեկան կլանին, այդ կոալիցիային, դատախազ, դատավոր, ԲԴԽ աշխատող, խնամիները, քնչական եւ այլն, մենք շատ բան ենք խոսալու, սա մաս առաջինը, իր ամուսնու հետ միանգամից հաղորդում են տալիս հանցագործության մասին եւ քնչական մարմինները միանգամից քրեական վարույթ են նախաձեռնում, մնացած ժողովրդի համար ասեմ, որ քրեական վարույթը այդ նույն քրեական գործունեություն իմ վերաբերյալ, քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Ուստեղ մեր խաղաղ գոյակցությունը իմ քնչական մարմինների եւ դատախազության հետ ավարտվում է, քանի որ իրանք ինձ են ձեռնոցն նետել, դե իմ ձեռնոցներն էլ բոքսի ձեռնոցներ են։ Ես էլ իմ ձեռնոցն եմ հիմա նետելու եւ պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել։ Մինչև բուն թեմային անցնելը, համեն ուզում եմ պարոն Արտուր Պողոսյանին, քնչական կոմիտեի ղեկավարին, ում միշտ խորին հարգանքով են վերաբերվել, հիշեցնեմ 3 ազգային ժողովում իր ելույթը, որ ինքը ասում է, որ ինքը կոռուպցիայի դեմ պայքարող, միշտ եղել է կոռուպցիայի դեմ պայքարող, ես իրան այդպիսին էլ իդեպ ընկալել եմ, բայց հիմա պարզվեց, որ քնչական կոմիտեն ոչ թե կոռուպցիայի դեմ է պայքարում, այլ կոռուպցիայի մասին բարձրաձայնող իրավապաշտպանի դեմ։ Գիտեք ինչ, քրեական գործեր իմ վերաբերյալ միշտ ա եղել։ Սերժ Էմրասմա я и при царе сидел и там, թե Սերժ Սարգսյանը օրոք եղել, բոլորի օրոք, ով չի արարել եւ ըստ էության դա ինձ ուրախացնում է, որտեղ դա իմ աշխատանքի գնահատականն է, ինչ իրավապաշտպան, որ քրեական վարույթ, քրեական գործ չլինի հարուցված, որտեղ իրավապաշտպան ըստ էության եւ պետության եւ իրավապահ համակարգի հետ է պայքարում։ Բայց ասեմ էլի, ոչ Սերժ Սարգսյանին հաջողվեց, ոչ Ռոբերտ Քոչարին կալաբոկի պատմությունը, ոչ էլ ձեզ է հաջողվելու, եւ ես շատ ուրախ եմ այս քրեական վարույթի համար, որտեղ այս քրեական վարույթը այն սրանց բզի պատմությունը բոլորը գիտեն, այն շուր է գալու այդ բիզը եւ գտնելու է իր համապատասխան տեղը, որտեղ որ ինքը պետք է տեղավորվի։ Այնպես որ պարոն Արտուր Պողոսյան, ուրախ եմ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել իրավապաշտպանի նկատմամբ, այսինքն դուք փորձում եք քնչական մարմինները ինձ լռեցնեն, որպեսզի ես չխոսամ դատավոր Նայրա Ավետիսյանի վերաբերյալ, իդեպ, ասեմ ես, Նայրա Ավետիսյանը չի այստեղ ֆիգուրան իր ամուսինն է, որի մասին կխոսանք։ Հիմա ես ուզում եմ իմ հետևորդներին ասեմ, թե ինչ հոդվածներով են ուզում ինձ դատել։ Ուրեմն Նայրա Ավետիսյանը, դե հիմա որ ասեմ, գիտեք ինչ, կոռուպցիան դա մենակ կաշառք վերցնելը չի, մի դրամով տարածք առնելը չի, լիքը անշարժ գույք ու բնակարան առնելը չի,
փաստաբանական գրասենյակի տնօրեն լինելով դատավորի կարգավիճակում վերջը նույն փաստաբանական գրասենյակի դիմաց մարդու գործ քննելը չի, ես բոլորը ասելու եմ ես։ Սա չի, կոռուպցիան նաև իրավական անգրագիտությունն է, որը իմ համար ավելի սարսափելի է, որովհետև կաշառակերի թաթիկներին կարելի է տալ, բայց անգրագետ մարդու միջից, եւ սա մեր երկրի ամենալուրջ խնդիրը, չես կարող շպրիցով վերցնես ու քաշես։ Դե սա սենց վերացական ասեցի, որ բոլորը քաղաքացիով մտնեն դատարան, ով իրան համարում է իրավապես անգրագետ մտնի դատարան ինքը։ Հիմա նայեք ինչ հոդվածներով է հարուցվել։ Հ քրեական օրենսգրքի 204, 489, 490։ Ժորժ ջան, ուրեմն անցյալ եթերում ես խոսել եմ Նաիրա Ավետիսյանի գույքի, Նաիրա Ավետիսյանի ամուսնու գույքի, իրենց կատարած գործարքների վերաբերյալ եւ քննչական մարմինները նայեք ինչ գնահատական են տվել։ Ինչ է իրանից ներկայացնում 204 հոդվածը, եկեք սենց հերթով գնանք։ Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը։ Այսինքն գրած է մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործել, իրացնելը, ձեռք բերելը եւ այլն եւ այլն։ Ուրեմն այստեղ գրված է, թե հանրային գրած է նաև պատիժը, ինչով պետք է ես պատժվեմ։ Այստեղ իմ դուր եկավ հանրային աշխատանքներ, ասեմ, որ այդ հանրային աշխատանքը ես անում եմ 10 տարի ու բորկա եմ անում, աղբը ես սանիտեկի աշխատող եմ, հանրային աշխատանք եմ անում, ձրի դատական համակարգի աղբը վերցնում եմ, լցնում եմ աղբամանը։ Եվ ոչ մենակ դատական համակարգի քննիչ դատվեց, դատախազ դուրս եկավ գործից, քրեակատարողական հիմնարկի պետք չի աշխատում։ Ես այդ հանրային աշխատանքը սենց տենց անում եմ։ Եթե պետքա որ դատարանի վճռով անեմ, տենց էլ կանեմ, բայց այս աղբը ես մաքրելու եմ ամեն դեպքում։ Հիմա այս առաջի հոդվածն է։ Ինչ եմ ես ասել, իմ, այսինքն որ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Ես չեմ խոսել Նաիրա Ավետիսյանի սեռական կյանքի մասին, ամուսնու սեռական կյանքի կամ սեռական նախասիրությունների մասին, չնայած կարող եմ խոսալ, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Այսինքն սա անձնական, չեմ խոսացել խնամիների մասին, որոնք թե ինչ խնամիներ ունեն քննչական կոմիտեում, թե որտեղ աշխատում աղջիկը, թե ԲԴԽ-ում ով ունեն, թե եւ այլն, թե ինչ ձեռնարկատիրական գործունեություն են զբաղվում, եւ չեմ խոսել ես դրա մասին։ Ասենք, հետո գիտեք ինչ է, անձնական կամ գաղտնիքը դա որն է, այսինքն մարդուն վարկաբեկող ինչ որ բան տարածելը, որ դա անձնական է, ասենք կարաս ասես, որ այս մարդու վրայից քրտինքի հոտ էր գալի, մազերից թեփ էր թափում, բայց ես տենց բան չեմ ասել, բայց կարայի լիքը բան ասեի, բայց չեմ ասել։ Այսինքն գաղտնիությունը որն է, այսինքն ես հրապարակել եմ այն հայտարարագրեր, դատավորի հայտարարագիր այդ երբանից է Սագրշենը սիկրետնը գրիֆով լավ անգրագետ, այս մեծության անգրագետ, հա։ Որն է դրա գաղտնիությունը, հրապարակել են գույքերը, իրա դեկլարացիաները հայտարարագրեր, որ թափառում է համացանցում, կարա ինքն էլ վերցնի, դատական ակտ կայացնում է խորհրդակցակասենյակում, ակնոցները դնի կամ Բադալյան Յուրային ամուսնու կանչի իրար հետ կարդալ, դա մեկ։ Մենք ապրում ենք Երևանում, Երևան շատ փոքր է, ու բոլորը գիտեն, ով ունի Հասանյաց սրահ, ով ունի Լելինկա, Նելինկա, Բելինկա, տարատեսակ, չգիտեմ ինչ ֆրուտ կազմակերպություն, ով ինչով ազբաղում, ով ինչքան բնակարան ունի։ Սրա գաղտնիությունը որն է, այսինքն սակարար գրեր։ Իսկ ինչա գործը հարուցել, ես հարուցվել բառն եմ ասում, չնայած վարույթ նախաձեռնելը, որովհետև իմ հետևորդները բոլորը չի, որ ինչ-որ իրավաբանական կրթություն, ինչ է հարուցվել, կասեն։ Երկրորդ հոդվածը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Հիմա ինձ այնքան հետաքրքիր է այս հոդվածը իրականում։ Գրած է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարության մասնակցող անձին վիրավորելով։ Ես սրա մոտ, ուրա դա, ավերջը կարևոր չի, ես դրա մոտ դատաքննության չեմ, կյանքումս չեմ եղել։ Հիմա կարող է ինչ-որ մի բան մութ է, լավ չի երևում, չեմ եղել շատ բաներից ելնելով, ես ինքս, չգիտեմ, այդ ձևի անձնավորություն եմ,
որ եթե նույնիսկ իմանամ ինձ պետք է դատեն եւ եթե ինձ հարկադրաբար չտանեն, ասինքն ես կարողա ես հոտերի նկատմամբ շատ զգայուն եմ, ես մաքրասեր եմ, տեղեկ կա, որ ես չեմ մտնում եւ չեմ եղել ես այդ դատական լիստին ընդհանրապես, ոչ թե կողմ եմ եղել։ Հիմա այսինքն, եթե իրավապաշտպանը կամ այն կառույցը, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, անում է Աննա Վարդապետյանի, Պողոսյան Արթուրի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործածն են այդ անհարգալից վերաբերմունքա դատարանի նկատմամբ լուրջ։ Ես չեմ հասկանում, կարող է 37 թիվն է։ Անհարգալից վերաբերմունքա իրավապաշտպանի նկատմամբ, ուրեմն բոլորը ականջների տեսնեցին մեծ օղեր անում, այդ օղերից առեք չնայած ցեղեր կա, որ քթերից են օղ կախում։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է պաշտոնական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով։ Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, որ հոդվածը ճիշտ է գրած, բայց Նաիրա Ավետիսյանը իր դատավոր լինելով արդեն իսկ անարգում է դատավորի պատիվը, դատավորի բարձր անունը, լավ։ Ընդհանրապես ինքը դատաքննության մասնակցելով, արդեն դատաքննության մասնակիցների նկատմամբ ունի անհարգալից վերաբերմունք, սա ինչ չեմ ասել, հեսա սաղ կդնենք ապացույցները, գիտեք ինչ բադալյան յուրա կարող է մի բան կարող ես անես, բայց ռեյտինգ չունես էլի, որ տարիների հրապարակումները ջնջես, ասենք, այս ինչ է նշանակում, ոնց որ ձեռ են առնում, կամ ես ինչ եմ վիրավորել, ես դատավորին ասել եմ դու լիռփես, կամ ասել եմ կներեք դու պոռնիկ ես, այն բառը ինչ որ իր ամուսին ասել է որդեկորույս մայրերին, հեսա կանցնեմ, ես ինչով եմ վիրավորել, ասել եմ, որ բարձրաձայնել եմ գույքի մասին, էդ էլ իմ գործն է։ Հանգած չփորձեք կարմիր գծերը անցնել, նայեք ես զգուշացնում եմ։ Երրորդ հոդվածը 490 հոդվածն է։ Դատավորի դատախազի քննիչի քննչական մարմնի ղեկավարի մասին տեղեկություն նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը։ Նաիրա Ավետիսյան կարող է եկել εμեն որ մի քանի շատ քիչ ժամանակ է դատավորներ նշանակվել BMW X5-ն նորեր դուրս եկել ու դու BMW X5 առար եկել վարել եք այդ ավտոմեքենան։ Թե մի դրամով առած հասարակ սրահը մեկ է վարել։ Ինչ է նշանակում գույք ոչնչացնել։ Դուք adekvat եք, քննչական մարմիններ, դուք adekvat եք ու ես վստահ եմ, որ սա դատախազության հետ համաձայնացրած է։ Այսինքն, եթե ես հրապարակում եմ, թե Նաիրա Ավետիսյանը ինչ գույքեր ունի, այո, բարևարկություն գոյություն ունի, ու սա ես չպետք է անեի, սա ես չպետք է անեի, կոռուպցիա մեր երկրում սա կոռուպցիա բառից է սկսում, մենակ կաֆեներն է, որ հակակոռուպցիոն կաֆե չի ու հակակոռուպցիոն բուֆետ։ Այն մնացածը սա կոռուպցիա, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հակակոռուպցիոն քաղաքականություն, ես ինչ տվերի, կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի։ Սա ինչ է նշանակում, նայեք ինչ է դրած, դատավորի դատախազի քննիչին ներկայ փորձագետի կամ նշված անձանց դաստիարակության խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող լուրեր տարածելը։ Այս դու մանկատնից երեխեք էիր վերցրել, ես այդ մանկատան երեխեքի մասին պատմել եմ, թե ում երեխեքն են եղել, թե դուք ինչքան վերցրել պահել եք, հա, այս դուք լավ չեք բոլորը, այս ուզում եք բան հարուցել, գործ, ինձ ասեք ես կգնամ ինքս տենց հանրային գործեր կանեմ, այն մեծ ավելը կվերցնեմ, ուսես դատարաններով, դատախազությունով, քննչականով, աղնելով կգնամ, այս ինչ սպառնալիք է, մնում ամենակ գրեք, որ ես Նաիրա Ավետիսյանի տան բույսերն եմ բռնաբարել, բա դուք չեք ամաչում, ախր եթե ուզում եք մի բան անեք, ես չգիտեմ, կամ ասենք, որ Մարինա Պողոսյանը սպառնացել է Նաիրա Ավետիսյանի, որ լիքը կադաստրի վկայականներ ունի, գողանատանի վարել։ Այս ինչ հոդվածներով եք դուք, բա դուք ինքներդ անհարմար չեք զգում ձեր նախաձեռնած վարույթներից, այն քննիչը, ես գիտեմ, որ իմիջիալից ես քննիչի հետ խնդիր չունեմ, որտեղ ես գիտեմ այս վարույթը ոնց է նախաձեռնվել,
ոնց է եղել։ Մինչև ես չգիտեմ, ասենք ես անդրադարձել եմ սրա գույքերին, անդրադարձել եմ թե ինչ փոխառություններ, անդրադարձել եմ իր փոխկապակցված անձանց, բայց ոչ լրիվ։ Ընդհանրապես սկի քրոջը չեմ անդրադարձել, սկի տղային չեմ անդրադարձել, որի վերաբերյալ հոդվածներ կար, թե քանի տուն առնում, քանի տուն ածախում եւ այլն։ Փաստացի ես հիմա ասում եմ, որ դատավոր Նաիրա Ավետիսյանը վերազանցել է իր լիազորությունները, բարձրագույն դատական խորհուրդ, աու, Տիկին Գալյան, բարև ձեզ, Տիկին Վարդապետյան, բարև ձեզ, պարոն Պողոսյան, բարև ձեզ, պարոն Նահապետյան, բարև ձեզ, այս դուք հիմա դուք լուրջ եք այս ամեն ինչ անում, այսինքն ուզում եք ընտրություններից առաջ 26 թվի, 37 թիվ անեք, առանց հետ էլ այսքան ժամանակ չեմ խոսացել ՍԴ-ի կայացրած որոշումից, ասեմ Ժողովուրդ ջան, սահմանադրական դատարանը Մարինա Պողոսյան Facebook-յան էջի վերաբերյալ, պրոստը զարլավ գնում է խոսանուց։ Անես չի, որ ես չեմ ուզում իմ բերան տարբեր բաներով, ընդհանրապես ես աղտոտ եմ տարբեր անուններով։ Իսկ Նաիրա Ավետիսյանի մասին խոսացել եմ, այո, որտեղ Նաիրա Ավետիսյանը հերթական դատական ակտ է կայացրել, որը մարդու իրավունք է ոտնահարում։ Ես նորից եմ ասում, դատական ակտը կայացրել է մի մարդու հանդեպ, որը 44 օրյա պատերազմի ժամանակ իր բնակարանը վաճառել է եւ ամբողջ բնակարանի գումարը փոխանցել է Արցախ զինվորներին։ Հետագայում պարզվել է, որ այդ գումարը գնացել է կառավարությանը, մարդն էլ մտել է դատարան, ասել Ցելիվոյ նշանակային եմ ես գումարը տվել եւ բնականաբար Նաիրա Ավետիսյանը դա պետքա մերժել։ Ինչի պետքա մերժել։ Ես հիմա ձեզ կբացատրեմ։ Երբ որ ես ասել եմ ում պատվերն է, տենց վատացել են, որ վայ Մարինան ասում է կառավարության պատվերն է։ Բա հեսա կանդրադառնանք թե Նաիրա Ավետիսյանի ամուսինը դրա տեղ ինչ բոնուս է բռնել։ Ու տենց էլ պետքա արնել։ Նաիրա Ավետիսյանը կարա ինչ որ մի բան անի, իր ամբողջ այս Հեսա հերթով ասելու եմ բոլոր, թե իր վերաբերյալ ինչ է։ Այսինքն, եթե մի մարդ կա, որ խոչընդոտում է արդարադատությանը եւ բռնաբարել է արդարադատությունը, դա Նաիրա Ավետիսյան դատավորն է, տարիներ շարունակ, եւ սա մենակ ես չեմ ասում, դե բերեք բոլորիս դատի տվեք, բոլորիս։ Հիմա նայեք։ Նրա համար, որպեսզի դուք գիտեք, ես փաստերով եմ խոսում։ Նայեք։ Որոշ դատավորների գործունեությունը ուղղակի խայտառակություն է, փաստաբանը դատավոր Նաիրա Վազգենի Ավետիսյանի մասին Յուրի Բադալյանի կնոջ։ Ինչ ասում Նորայր Նորիկյանը, ասեմ, գիտեք բոլորը այն ճանաչված փաստաբաններն են, որ երեք չեն դառել փաստաբան։ Ես հիմա կարդամ այն տեքստը։ Այս մարդիկ, որոնք կրում են դատավորի բարձր կոչումն ու կոչված են արդարադատություն իրականացնել, պատրաստ են այս կամ այն պատգամավորի, այս կամ այն քուչի այսպես կոչված լավ տղու պատվերով վճիռ հրապարակելով քանդում են մեր պետության հիմքերը։ Սա ասել են փաստաբան Նորայր Նորիկյանը, բա այն ժամանակ չէր կարող վազել Յուրի Բադալյան, թե ժամանակ այդ պաշտոնը սպասի բոլը։ Եվ ինչ ասում Նորայր Նորիկյանը, երբեք չեմ մոռանա ձեր դողդողացող ձեռքերը եւ ձեր գլխիկոր վճիռը հրապարակելիս։ Փաստաբան Նորայր Նորիկյանն ասել է Երևան քաղաքի Աչափնակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Վազգենի Ավետիսյանի մասին։ Լսում ես Նաիրա Ավետիսյան։ Սա անձնական տվյալ է, հա? Կոնտակտ գաղտնիություն է։ Կարող ուրիշների համար բաներ կա գաղտնի է, ես քեզ մոտիկից տեսել զգացել եմ, չեմ ասում։ Բայց սա գաղտնի տվյալ է, լուրջ։ Երկրորդը Ժողովուրդ օրաթերթ Նաիրա Ավետիսյանը հայտնի է որպես Ժողովուրդ թերթի հայցը մերժած դատավոր։ Գործարար Խաչիկ Խաչատրյանը թերթի լրագրողին պրոստիտուտկա էր անվանել, կներեք ինձ, երբ վերջինս փորձել էր տեղեկություն ստանալ ձվերի շուկայում կատարվող ապօրինությունների մասին։ Ինչ անում Նաիրա Ավետիսյանը։ Նաիրա Ավետիսյանը ոչ միայն Ժողովուրդ օրաթերթի հայցը չի բավարարում, այլև Ժողովուրդ օրաթերթից է գումար բռնականություն։ Այսինքն պրոստիտուտկա բառը իր համար ընդունված բառամթերք է, երբ որ լրագրողին կարելի է պրոստիտուտկա անվանել։ Չնայած ես չեմ զարմանում, որտեղ Նաիրա Բադալյանի ամուսին Նաիրա Ավետիսյանի ամուսին Յուրի Բադալյանն է, Սևազգեստ Մայրին էր պոռնիկ անվանել, որը ստեղ կա։ Այս Տիկին Գալյան պոռնիկ պրոստիտուտկա սենց բառամթերքով մենք ապրում ենք ու փող ենք տալիս, հարկ ենք տալիս, որ սա դատավորել է մի հատ էլ։
փոխանակ սստվի մտնի սեղանի տակ այն փարաջանը գծի գլխին հələ սա գնում է ին վրա հաղորդում է տալ ասում է անձնական տվյալներ հեսա դու անձնական տվյալները սպասի փաստաբան Գևորգ դարձան շատ հարված մարդ սա բոլորը թերթերի հրապարակումներից է թերթերն ստեղա Յուրի Բադալյան դու տենց ռեյտինգ չունես որ ջնջես ոնց էր հոկտեմբերի 27-ի գործը դատարանը 6 տարի մահացած դեմ վճիռ է կայացրել Աչափնակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Վազգենի Ավետիսյանը որ կարող ասի ես չեմ էլի իմ պապայանը Վազգեն չի Նաիրա Վազգենի Ավետիսյանը վճիռ է կայացրել մահացած անձի դեմ 6 տարի մարդը մեռած է եղել մահվան թողնել եղել է գործում ինքը վճիռ կայացրեց սրանով չենք կրծնում Փաստաբան Հակոբ Ճարյան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը կաշառակեր է բա Յուրի Բադալյան կնգած վեկալերի բա գնալ Ճարյանի դեմ հայստայր մարդը բաց էի բաց թերթում ասել է քո կնիկը կաշառակեր է Նաիրա Ավետիսյանը դու տես կաշառակեր ուզում էի դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր այն էլ ես խայտարակ եզրակացություն տվեցի քեզ դու դրանից թղթերին առած դատարաններով գնում ես Դու հակակոռուպցիոն դատարանի սուբյեկտ ես, ոչ թե դատավոր կարաս դառնաս։ Էդել Հակոբ Ճարյանն ասել, հեսա, այս բոլոր կամ։ Փաստաբան Վարուժան Վարդանյան, ես չեմ ճանաչում իրան, բայց նայեք ինչ ա գնում։ Սա սենսացիոն բան է մեր կարծիքով եւ աբսուրդային, որովհետեւ դատարանը առանց համապատասխան ապացույցների իրավունք չուներ նման եզրահանգում անել, երբ որ գործի մեջ չկան ապացույցներ։ 2003 թվականի քրեական օրենսգրքի 352 հոդվածով հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ազգային անվտանգության ծառայություն վճիռ կայացրած դատավոր Նաիրա Ավետիսյանի դեմ հոդվածն ասեմ ակնհայտ անարդար դատավճիռ վճիռ կամ դատական այլակտ կայացնելը Նաիրա Ավետիսյանը իսկ քո մասին չի կավայս իմ մասին է հա Այս անձնական գաղտնիք, հա, լուրջ։ Էլ եմ ասում, անձնական գաղտնիքը կարելի քո անձնական հիգիենայի մասին։ Թե կասեմ կան, չգիտեմ ինչի մասին։ Անձնական։ Դու անձնական դատավոր ես, որ անձնական ասա։ Մենք փող ենք տալիս, որ դու աշխատես Նաիրա Ավետիսյան։ Այսքանը բավական չի քեզ։ Հա? Էսա անձնական է, էսա կաները սենց վատ հպանցիկ նայրը, հա իդեր, տիկին գարան ասում է կան համակարգային կորուպցիա չկա բարձրագույն դատական խորհուրդ, սեզ դատավոր եք պահում, ու մենք սրան աշխատավարձ ենք տալի ժողովուրդ, մենք ինչ ենք սրան փող տալիս, որ սա աշխատի։ Ավելի, որ իմ համար շատ ծանր է, բայց պետք է ասեմ։ Սուրեն Օհանջանյան, դա Տիգրան Օհանջանյանի հայրն է, զոհված զինծառայող եւ 4-րդ իշխանության հետ ժամանակին այդ թերքի զրույցում պնդել է, որ Բադալյանի թիվս այլ քննիչների կեղծել են իր որդու գործով նախաքննությունը եւ օրենքը խախտելով քրեական գործը կարճել են։ Ով է Բադալյանը? Նաիրա Ավետիսյանի ամուսնյակը։ Նաիրա Ավետիսյան, եթե չունեք, նայեք ձեր մասին ինչեր կա գրած ձեր ամբողջ, տեսեք, սա Ճարյանի մասին է, սա դատավոր Նաիրա Ավետիսյանը հավակնում է դառնալ ԱԱԾ-ի հաջորդ տեսանյութի աստղը, սենց գծել եմ, որտեղ չեմ զզվել եմ սաղ կարդամ իրականում, որոշ դատավորների գործունեություն խայտառակություն է, փաստաբանը դատավոր Նաիրա Ավետիսյանի մասին, սա Առավոտի թերթն է, սա Գրիգոր Բարսեղյանն է գրել, այս դու այսքանը չէիր կարդացել, հա? Դու չէիր կարդացել, թե դու չէիր կարդացել, ես հեսա սպասի, ստեղ պետք է լինի թե ոնց է քո ամուսինը այն զոհված զինծառայողի մորը ինչ օրնա դրել, դուք հələ էդ չեք մարսելու, ես հեսա կգտնեմ, էլ չեմ խոսում Մուրադյան Արփենիկի, Լիլիթ Ամիրջանյանի, Հարութ Բգերյանի գործի մասին։ Այս դուք գիտեք, թե դուք որը տենց դատավոր եք, այդ սեքս շորը
չի կտրում, սրբխեչի շոր չէ, որ ձեր մեղքերը կտրի, հեսա կանցնենք են մնացածին, հեսա հերթով կանցնենք են մնացածին, և հիմա նայք ինչն է հետաքրքիր, ինչա ես կնիգը միշտ պլստում, կնիգը, որովհետև գոյություն ունի Յուրի Բադալյան, իր ամուսինը, հիմա նա հասկանանք ով է Յուրի Բադալյանը, բայց մինչև Յուրի Բադալյանին անցնելը, ես ուզում եմ ընդամենը մի բան ասեմ, թե ինչի Նաիրա Ավետիսյան սուբյեկտը, ինչով է տարբերվում բոլորից, էլի եմ ասում իր ամուսնով։ Ուրեմն ես տարիներ, 10 բոլորը գիտեն, իմ լեզուն բոլորը գիտեն, իմ եթերները բոլորը գիտեն, ես տեղ անձնական, որովե ոչ ես գործ եմ ունեցել սրամոտ, ես սրամոտ որ գործ ունենայի, ավելի լավ գնայից գցեի մի տեղից, էլի եմ ասում, որ ես ամենտեղ չեմ կարողանում մտնեմ, էլի, տարբեր բաների նկատմամբ շատ զգայուն եմ, ես որ նույնիսկ դասախոս եմ եղել, միշտ լսարան մտնելուց խնդրել եմ, որ մարդիկ կոկիկ, մաքուր գան, որովհետև հոտելի նկատմամբ ես շատ զգայուն եմ, հաստատ Նաիրա Ավետիսյանի դատական նիստերին չէի գնա, ես ավելի լավ է ինձ դատեր, հենեք խաղովա նա ինչ պիտի անի։ Հիմա նայեք, ես իմ բոլոր եթերներն է տարիների ընթացքում, բոլորի մասին խոսացել եմ, ես Քարանյանն է, եթե չեմ սխալվում, այն Տարու Վանեցյանն է, այլ այն ժամանակ այդ տղան նոր ազգային անվտանգության տնօրեն էր դարձել, այն դատախազ Էդգար Պետրոսյանն է, այն Գզողյանն է, այն Գունամ Պողոսյանն է, այս Վլադիմիր Գասպարյանն է, այս ով այն որ ինչ MVD-ի մինիստրն որ լամպոչկային ասում չեմ հիշում իրա, այն դատավոր Անի Հարությունյանն է, այն դատական համար ով Ռուբեն Վարդազարյան, Արտուր Դավթյանը, ես չգիտեմ, Արտուր Դավթյանի մասին երբ Իրաստանեցիք այդքան Արտուր Դավթյան ասած չկան, ինչքան ես եմ ասել, Ռուբեն Վարդազարյան, այս մարդը ԲԴԽ-ի ղեկավար էր, որ ես խոսում էի, այս ով Բեկթաշյան, Բեկթաշյանի մասից տեղից եմ եթեր տվել, դատարանի դահլիճից եմ եթեր տվել, այս ով է իր Արտուր Դավթյանն է, այս ով ասկի չեմ էլ կարողանում, հա ես էլ Արտուր Դավթյանի սանիկն է այս հեչ, այս քրեական ենթամշակույթ Արագածոտնի մարզում, դրանց մասին է Սիսակ Խաչատրյան, ամբողջ այդ արաբկիր, որտեղ դու դատավոր ես աշխատում, Նաիրա Ավետիսյան, այդ դատախազն է, սպասեք այդ Դանի Բեկյան Քոչարյան դատող, Ավագ Գաբրելյան, Կարեն Անդրեասյան, Մասիս Մերկոնյան, մարդ չինը, այս էլ արաբկիրի սաստավ, Ջոմարձյան, Վայ Ղազարյան, այս ով ասկի չեմ էլ հիշում սրան, վերջը, բոլորի մասին, ես մի ասենց մեծ հելետուտի պատկասում եք, մատ մեծ ցուցակ ունեմ, Մարինե Մելքոնյան, Անի Հարությունյան, Անդրանիկ Սիմոնյան, Սուսաննա Գզողյան, հենց մատ այս ցուցակը նայեք, ու այս ցուցակից որևէ մեկը չի գնացել հաղորդում տվել, գիտեք ինչի, որտեղ իրանք չունեն Յուրի Բադալյանի պես ամուսին կամ չգիտեմ եսին ինչ, ես դու ես բազում, տիկին Նաիրա, ճիշտ ես անում, եթե դու քո կոռուպցիոն ռիսկերի համար չդատվես, ես իմ անունը կապ, ամուսինդ էլ հետը, չեք մարսելու դուք այն ինչ որ արել եք ես ազգի գլխին, ես հիմա ասեմ, ինչու՞մն է, տեսակ ես ամբողջ, ոչ Վարդազարյանի կիննա վազել, գնացել մի տեղասի նայեք ես ինչա խոսում, ոչ Բեկտաշյանինը, ոչ Արտուր Դավթյանինը, ոչ Աննա Մաթևոսյանի ամուսինը, ոչ մի չի դիա, գիտեք ինչի, որովհետև մարդիկ առերևույթ մի բան արել են, չեն արել, բնականաբար արել են, որ խոսացել են, բայց իրանք տարանջատել են ընտանիք հասկացությունը, իրանք զբաղացրած պաշտոնից, դուք չեմ հասկան, դուք ընտանյոք եք ղեկավարում եք դատարանը, հա, դու ստեղ ես նստում տակից ինչ-որ մեկն է ղեկավարում, Նաիրա Ավետիսյան, դատավոր ես, ու դատավորությամբ զբաղվի, ինչ գործ ունի քո մարդը, իմ ու քո մեջ, իմ ու քո մատանու արանքը, հա, որտեղ ես բոլոր մարդիկ, անկախ ամեն ինչից, որ ես նկարագրի այդ ամբողջ ցուցակը ցույց տվեցի, հասկանում են ինչ է նշանակում երկիր, ինչ է նշանակում դատարան, ինչ է նշանակում իրավապաշտպան, ձեր գործը դատելն է, իրավապաշտպանի գործն է, ձեր ինչ-որ բաներ գտնել,
չեմ ասում մանգալ գտնել, իրավունքի խախտումը գտնել եւ ձեզ քննադատել է։ Բայց դու չես հասկացել, դու իհարկե չես հասկացել, եթե գնացես 3 հոդվածով, որ ես քեզ սպառնում եմ, ինչով եմ սպառնում, նրանով որ կոռուպցիոն ռիսկեր կա արերևույթ կամ որ դու պիտի դատվես, բայց իհարկե պիտի դատվես, իսկ ինչու ոչ։ Ինչու ոչ։ Քո ամուսինը առաջինը պետքա դատվի, եւ հիմա պետքա դատվի, ասեմ ինչի համար։ Հիմա նայեք։ Փաստորեն Նայրա Ավետիսյանի անպատժելիության գրավականը դա Յուրի Բադալյանն է։ Հիմա նայում եք թե ով է այդ Յուրի Բադալյանը։ Գիտեք ինչ, իրականում որ ճիշտն ասեմ, այս ամեն ինչից իմ սիրտը խառնում է, հավատացեք էլի, որովհետև մենք հարկ ենք մուծում, որ դատավոր արդարադատություն իրականացնի, ոչ թե վեշերն առնի, սկի չհասկանա, գոնե դատավորը այն կարգի պետքա գրագետ լինի, որ հասկանա թե հաղորդում ես տալիս ես հաղորդում հանցագործության մասին, թե տարածքային առումով է։ Արաբկիրում ատել, որ ինքը արաբկիրում աշխատում, անկախ նրանից, որ մեր բոլոր եթերները 4x4 հակակոռուպցիոն բլոգ եւ այլն եւ այլն։ Այ այսքան գիտեք, դե բան չասեցի։ Ով է Յուրի Բադալյանը, որը սվաղում է Նայրա Ավետիսյանին, բայց դուք նայեք, այսքան փաստաբան հաղորդում են տվել, ԱԾ-ն հաղորդում տվել, էթիկայի հանձնաժողով են դիմել, այն Գևորգ Դավթյանի գործը, որ նայում են, որ գնաց միջև Վճռաբեկ հասավ ընդեղ, մի հատ խառը պատմություն, բայց այս կինը սենց պլստում է, և այս պլստալու գինը գիտեք, որ նա շատ ցավալի բան է այս պլստալու գինը, ես հեսա ձեզ կասեմ, ով է Յուրի Բադալյանը, պալկը վիրուչալочка, սա վիրավորանք չի, որ անընդհատ իր կնոջ հովանավորն է, մենք իրար չենք իջել են Նայրա Ավետիսյան գորդ խաղալու ու ես գնդակով սենց խփել եմ քեզ, դու նեղվերես գնացել ծնող ես կանչել, կամ 7 կատ չենք խաղում, Պրիչոմ քո ամուսինը, ընտանիքով եք լուծում հարցերը, դեսու ձեր ընտանիքի մասին, եթե դուք ընտանիքով իմ դեմ եք դուրս եկել, դու հիմա դուք տեսեք քեզ ոնց եմ ձեր սաղ ընտանիքի դեմ, այս հաղորդման մյուս շաբաթվա երրորդ մասում, աղջկա, տղայիդ, խնամիներիդ, ունեցվածքով, չունեցվածքով, փոխկապակցված անձանց ունեցվածքով բերում ճպցնում հակակոռուպցիոն կոմիտե։ Հիմա նայենք, ով է Յուրի Բադալյանը։ Եղել է զինվորական դատախազության քննիչ, հետո եղել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննչական վարչության պետ, հետո ամենակարևոր պաշտոնը, որ ինքը զբաղացրել է կյանքում, Քարամյանի խորհրդական, հետո էլ Շուշիում էլ է խորհուրդներ տվել, չգիտեմ, եւ ամենակարևորը, ինչա հիմա աշխատում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ ՀԿ։ Ես չհասկացա, որ ՀԿ տեսնում եք մենք կարմենից ՀԿ-ների հացին վայս է ուզում կանել, բայց հիմա պետք է հասկանալ, թե ով է ֆինանսավորում այս ՀԿ-ն։ Եվ ոնց է ստացվում, որ այս ՀԿ-ն հենց Մամիկոնյանց քննչական կոմիտեում է գրանցված։ Եվ սա եղել է Քարամյանի ժամանակ, պարոն Արտուր Պողոսյան։ 24 թվականի հունվարի 22-ին գրանցվել է այս հասարակական կազմակերպությունը Մամիկոնյանց փողոց 48 շեմ, սա կարծում եմ ձեր տարածքն է, բայց այն տարածքը, որի վրա ինքը գրանցվել է, դրանից առաջ, մի 4 օր առաջ, նայեք, ամսի 22-ին գրանցվել է, ամսի 18-ին Հայաստանի Հանրապետությունը այդ տարածքը դնում է որպես սեփականություն։ Նայրա Ավետիսյան, սա հույժ գաղտնի տեղեկություն է, մի հատ էլ հաղորդում տվեք, Բադալյան Յուրա, արագի մեջ, արագ, սա կարել, այս էլ ձեր կանոնադրությունն է, կանոնադրության մեջ Բադալյան Յուրա գրածա, որ քննչական կոմիտեն պիտի օգտագործես, որ Մարինա Պողոսյանի վրա, որովհետև կինդ նեղվել է իրիկունը գործ հարուցեն, հա, գոյություն չունեցող հոդվածներով, Բադալյան Յուրա, հիմա իմ մոտ հարց է առաջանում, որով ես պետք է դիմեմ պարոն Պողոսյան Արտուրին, որտեղ Քարամյանը ինչ արեց շարելիս չի հետաքրքրում, դուք եք այսօր քննչական կոմիտեի ղեկավարը, այդ հասարակական կազմակերպությունն, որ գործում է, այսինքն, սա մի կազմակերպություն է, որը քննիչներին իրանց կապերը օգտագործելով, ինչու հարցեր է լուծում,
Հիմա ինձ հետաքրքիր է մի բան։ Իդեպ մենք ստեղ ունենք այդ հասարակական կազմակերպության ստեղծման պահը մի հատ նայեք եւ Անգիշտի Քարամյանի պաթոսն ու երջանկությունը, որ Յուրի Բադալյանը ղեկավարում է, դրանից հետո կլսենք, թե էլ ինչ արել Յուրի Բադալյանը, կպատմեմ։ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ստեղծման 10-րդ հոբելյանական տարվա մեկնարկը նշանավորվել է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության ստեղծմամբ։ Կազմակերպությունն արդեն ստացել է պետական գրանցում ընտրել նախագահ։ Անձամբ իմ համար շատ մեծ պատիվ է, որ այդ կարևոր իրադարձությունը տեղի է ունեցել իմ նախագահության օրոք։ Նորաստեղծ կազմակերպության նախագահ ընտրված բազմափորձ վետերան Յուրի Բադալյանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի վետերանների խորհրդի առաջին նախագահի վկայականը։ Ձեռնավորում ավանդույթներ ինապաստ Հայ Քննչական կոմիտեի հիմնադրության պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահելն։ Որ ավանդույթները, պարոն Քարամյան, ինչի է ստենց հպարտ, որ որդեկորուս մորը Յուրի Բադալյանը ինչ ասել, Արտուր Ղազարյանը, հիշում եք Սևազգեստ մայրերին, ես էլ հոմ ես չեմ, ֆակտորին գնացեք դատի տվեք։ Արտուր Ղազարյանի մորը, ես, որ Քարամյան ասում ես հպարտ եմ, սա էլ ասում ես թե ավանդույթները շարունակեմ, որ ավանդույթը, զոհված զինծառայողի մորը պոռնիկ անվանելը, հա, Յուրի Բադալյան, հա, պարոն Քարամյան, հա, Պողոսյան Արտուր, էսա ձեր պատիվն ու արժանապատվությունը, էս ավանդույթն եք շարունակելու, ես ով եք սաղը դուք, կնիկ ասմը պրաստիտուտկային ասել լավ է, ես էլ ես չեմ ասել, զոհված զինվորների մայրերին հայոյած քննիչը նկատողություն է ստացել, այսինքն մի տղամարդ, մի մարդ, որ եղել է քննիչ, որը պտի այս մայրերի ոտի տակի հողը պաչեր, որտեղ իրանք տղա են տվել մեր հայրենիքին։ Կանգնում է այս մարդկանց ասում է պոռնիկ, այսօր Քարամյանը ասում ես հպարտ եմ, որ նայել ասում է ավանդույթները շարունակեմ, ուրեմն այդ ավանդույթները կգնաս քու տանը կշարունակես, կիլոմետրով իզից հեռու կմնաս Յուրի Բադալյան, ընես չանես, էլիս շատ բան է, այ իրականում այս 204 հոդվածը դուրս եկել է, չսկսեմ շատ գաղտնիքներ հրապարակել, բացի դրանից, ես ինչ հիշում եմ այս հեղափոխությունը աղեղ բան, առաջ նայեք մարտի 1-ին բացայտում հոկտեմբերի 27, լավ եք անում, մարտի 1-ը, տեսանք հիմա հոկտեմբերի, սա բոլորը մամուլից է, որ այս նույն Յուրի Բադալյանն ինձ անգամ ասաց, տիկին Իրինա, ես հոկտեմբերի 27 եմ փակել, այդ գործն ինչա, որ ես չփակեմ, լուրջ, այսինքն, հոկտեմբերի 27-ը փակել համար կնգամ դատավոր եք նշանակել, հոկտեմբերի 27-ը փակել, զոհվածի մորը պոռնիկ անվանել, դրա համար վետերանների ՀԿ եք ստեղծում, Քարամյանն էլ ասում է, ես երջանիկ եմ, որ այս մարդը գալիս է ՀԿ-ի ղեկավար, այս ինչի ենք վերածվում մենք։ Նանդեի վետերանա, կինը պարզ չի որտեղի վետերանա, այս դուք այս ինչի եք վերածել երկիրը, ու օգտագործելով քննչական կոմիտեում իրանց կապերը, հրահանգ են տալիս, որ քրեական գործ հարուցեն իմ դեմ, լսեք, ուշադիր, Յուրի Բադալյան, ուրեմն ես այդ քրեական գործերին այնքան սովոր եմ, ես 10 տարի ինչ իրավապաշտպան եմ, օրը մեջ գործ հարուցում, բայց դու չես կարողանալու, դու ինչ-որ հաստ բանի ես ոնց որ եկել դեմ առել, եթե այս խեղճ կինը Իրինա Ղազարյանը պարկեշտ կինը չկարողացավ քո դեմ պայքարի, այսինքն սա ինչ նշանակում հոկտեմբերի 27 եմ փակել քո տղու գործն ինչա որ չփակեմ, ժողովուրդ, սա աբսուրդ է, ու այս սա թողած պարոն Արտուր Պողոսյան, դուք սա տեղակ չեք, Տիկին Վարդապետյան, չգիտեք, այս մամուլը կարող է մենակ ես եմ կարծում 600 օգնական ունեք, բայց որ Մայրա Պողոսյանի իր գործ էի հարուցում, նրա համար, որ բարձրաձայնել է, սա անձնական գաղտնիք, հա, Նայրա, ինչան, Ավետիսյան, հա, թե ձեր տան են
հաշվված բառամթերքն ասա։ Տղամարդը, քննիչը, դոգ եք դատում։ Պարզվում է մենք դոգ ունեցել ենք որպես քննիչ, որը կանոնել է որդեկորուց մորա, ես բառ չեմ գտնում։ Մի մարդ, որ իր ամենաթանկը նվիրել է մեր պետությանը, դու կանոնում ես այդ կնոջ ասում ես պորնիկ, հələ հարց է թե հիմա Ոբշե չեմ ուզում էլ շատ բան ասեմ, բայց կարակ մի 500 հոդված էլ, դատվելու եք դուք։ Ինչ վետերաններ, ինչ քննչականի այդ հկը պիտի փակվի, անհապաղ, որովհետև այդ հկն օգտագործվում է, որ Նաիրա Ավետիսյանի մոտի քաղ հայցերը այն կերպ լուծվի։ Նաիրա Ավետիսյանի, ես հեսա մենք լիքը ոսկի բաներ ունեմ արած ձեր համար։ Այսա, այս կինը ես կարդում եմ ու իրականում լացս գալիս ասում այն կողմից դուռը բացվեց, ձեռները գրպանը դրած, լափառոշ բերանը բացած, Յուրա Բադալյանն ասաց, դուրս եկեք ստեղից, պորնիկ դուրս արի, եւ դա բոլորի մոտ։ Պարոն, ինչ է Քարաման, այդտես ձեռները ջեբը դրած լափառոշ տղեկն եք ես դզում, հա։ Ձեր վաղամուսան ժամկետն անցել է։ Դուք մեր երկրում տեղ չունեք, չի լինելու ոնց որ դուք եք ուզում։ Ես Նաիրա Ավետիսյան մարդ չկա իրան չհարգի, որ կոմոդ մտնի սրանից հետո դատական նիստի։ Յուրա Բադալյան, այսինքն Յուրա Բադալյանը ստեղ մեղք չունի։ Պարոն Պողոսյան, այդ ժառանգությունը, որ Քարայանից ստացել եք, այս հոդվածները չեք կարդացել։ Ինչը։ Այսինքն դուք ինչ եք ուզում սովորացնել հանրությանը։ Դուք իրականում, հա ոնց որ, այս մարդիկ են սպառնում մեր հանրությանը, իրանց գոյությանը, իրանց չմեկուսացված լինելով հանրությունից։ Այդ չեմ ուզում էլի, այս մնացած հոդվածներին, այս կինը ասում է, քանի դեռ Բադալյանների պես բոլորիները աշխատում են համակարգում, բանակում մեր երեխեքին օշոտելու են։ Դրա համար եք նշանակել այդ վետերանների, հա, ինչի վետերան են, կնոջը պորնիկ անվանելու վետերան, հոկտեմբերի 20, մի մարդ եթե ասում ես հոկտեմբերի 27-ը փակել եմ, տիկին Բաշար, գոնե դուք պտի սրան չգիտեմ ինչ անեիք, մարդն ասում ես հոկտեմբերի 27-ը փակել եմ, դուք բերում եք ասում եք արի քննչական կոմիտեում նստի վետերանների եսին ինչ, նայր ասում ես հպարտ եմ, որ վետերան, կաթողիկոս ընտրեք Յուրի Բադալյանի պրծնեք, էլի հպարտը լինեք։ Է որ իրականում էլի մարդու զահլան գնում է, բայց դե չխոսալ էլ չինում։ Ինչ վերաբերում է այդ որ անձնական գաղտնիքներ եմ հրապարակել, բարձրագույն դատական խորհուրդ, էթիկայի հանձնաժողով, դուք էլ չեք կարդում ոչ մի բան, շատ հետաքրքիր բան, այսինքն մեր երկրում գոյություն ունի պրես մամուլ, գոյություն ունի դատալեքս համակարգ, ընդհանրապես, այս ոչ մեկ ոչ մի բան չեք կարդում ու տենց Նաիրան ու բանը սենց իրար ձեռ բռնած, այս ընտանեկան կապալով եք դուք աշխատում իրար պասեր տալով, դուք գնացեք ինչքան ուզում եք քաղաքից ներկայացրեք, բայց ներկայացնելու դուք քրեակատարողական հիմնարկից, եթե վաղը դատախազությունը քրեական վարույթ չնախաձեռնեց, անհապաղ սպասեք մեր բազմամատ ընդվզմանը, երկու օր սրա նկարը դրել ենք զնգզնգի հետևից է, ոչ մի դատավորի մասին այսքան չբողոքվեցին, ոչ մեկի, էլ եմ ասում, հլայք ու մասին, բարձրագույն դատական խորհուրդ, դատախազ, որ Նաիրա Ավետիսյան, դուր բարձրագույն դատական խորհրդի նախագահստենում է հերբից հերու սենց բանանալով ես գար, այդ մարդիկ իրենց պարկեշտ պահեցին, հասկանում են, որ ամեն մեկս մեր գործն ենք անում, բա ոնց? Հիմա նայեք ով այս Նաիրա Ավետիսյանը, սա արդեն վերաբերում է կոնկրետ, արդարադատության նախարարության ու ԲԴԽ-ին, սրա լիազորությունները անհապաղ պետք է դադարեցնել, նայեք ինչա։ Ուրեմն ես ձեզ ասում եմ, որ 2006 թվականին Նաիրա Ավետիսյանը հիմնում է Golden Legs փաստաբանական ընկերությունն է, դա ասես նկար էլի խնդրում եմ նկար էլի, ոնց որ Աղդամի շուկաց նայեք, ստե նեյլինգ այս աղջկա օբյեկտն է, ատելյե ավտոմեքենաների ներմուծում, քարտեզագրում,
Այն որ հիշում եք առաջ որ մտնում էինք սես կոշկակարի բուտկեք տարբեր տեսակի նկարներ երելու, ամեն ինչ, իրանց գործն է, լավ է, իրանց էս են մի դրամանոց տարածքն է, չմոռանամ ասեմ։ Ու ինքը նեղվել է ասում է, հայտարարը գրես, ես որ ուզենամ քո գաղտնիքները հրապարակել Նաիրա Ավետիսյան, դու ընդհանրապես կգնաս երկրից։ Բայց ես քեզ ոչ սպառնում եմ, ինչով եմ սպառնում, արդարադատությամբ։ Դու իրավունք ունես, դու քո ամուսինը այսքանից հետո իրավապահ համակարգ ներկայացնեք, հա։ Մարդիկ բաց են, բայց տարիներով մամուլում փաստաբանները գոռում են, որ դու կաշառակեր ես, բա իհարկե, ԱԱԾ տված հաղորդումներ տեղ չասնում, տեղ կա Յուրի Բադալյանը, Քարյանյանն հպարտ է Իրանը։ 2006 թվին սա հիմնում է ինչ է Golden Legs փաստաբանական ծառայությունը, սա թղթեր մղթերով դրած է, հիմա ինքը եթե իրան պետք է, ինքը կարա տից գերարումներ անի։ 2007 թվականից իր տղան է սկսում, Հայկ Բադալյանը 18 տարեկան կամ 19 տարեկան տղան դառնում է փաստաբանական ծառայության կազմակերպության տնօրեն։ Ես դե իրան գերվի վունդերքինդ են, Դավիթ Հարությունյանի պես տեմ 12 տարեկանում սաղ ինչքան համալսարաններ կար ավարտել էր։ 2013 թվականին եւ Golden Legs փաստաբանական գրասենյակը, որի փաստաբաններից եղել Մանուշակ Հակոբյանը, լարվեցի Նաիրա Ավետիսյան։ Это еще начало։ Ես ընդամենը 2-3 օր եմ ունեցել քեզնով զբաղվելու։ Որի տնօրենն է, որտեղ աշխատում է փաստաբան Մանուշակ Հակոբյանը, որ առայսօր է այդտեղ, պայմանագիր են կնքում, Woman Սուլթան, ինչո՞ն է այդ մարդը, Դավթան ոնց որ թե, հեսա կգտնեմ։ Այս աստեղ ժրատոսկի մոռացել եմ։ Golden Legs-ը, Մանուշակ Հակոբյանի, իրանք պայմանագիր են կնքում, ստեղ Սուլթան, չգիտեմ ինչան, Սուլթան Դավթանի հետ։ Ներկայացնում է հետ մարդու շահերը, հայցորը Սուլթան Դավթյան ներկայացնում է շահերը։ Նաիրա Ավետիսյանը դառնում է դատավոր, Լոռու մարզում։ Մեկ էլ այս Սուլթանի գործը լսվում է Աչափնյակում։ Մեկ էլ Նաիրա Ավետիսյանի գործուղում են Աչափնյակ։ Են ատիպեր յանատաշանա, սամ դիժուրնի, սամ դնիվալի, այսինքն իրա կազմակերպությունը, իրա փաստաբանական գրասենյակը, Մանուշակն էլ իրա փաստաբանը, այս կարող է մեզ աղիս էշի կամ քորի տեղ են դրել։ Այսինքն Golden Legs փաստաբանական գրասենյակը, որը նոմինալ այդ պայն արդեն տղայի անունով ալում ձևակերպված, բայց իրանք այս Սուլթանի գործը քննում է, ու ինքը այդ գործով դատավոր է, այս դուք կարող է քրեական գործ է հարուցում, բա կոռուպցիա պոզով պոչով է լինում, թե գալու է հակակոռուպցիոն կոմիտեի առաջ միտինգ անի կոռուպցիա։ Դուք նման բան, եւ սա գոնե ինքնաբացալ, բացարձակ, այսինքն ինքը իրա տղեն, իրա փաստաբանը, սես նստում իրար դավ են հաղնում։ Ես չգիտեմ, մենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինչի իրա տեղում չի, այս ամեն ինչը Տիկին Նաիրան, որ ուզում է գնալ հակակոռուպցիոն դատարան, որտեղ այնտեղ աշխատավարձները բարձր է, այդ ունդի յուղոտ գործեր են քննում, այս արդեն սենց լրիվ սաղացրել պրծել էր։ Բարեվարկություն են ստուգում, չէ՞։ Դե գիտենք, այս ամեն ինչը կարող է Մարինա Պողոսյանն ամենակ տեսնում։ Սա հաղորդում է հանցագործության մասին, այս ամբողջը։ Այո, սա ոչ թե նկատողության խնդիր է, ոչ, սա հենց կոռուպցիա է, որ փաստաբանական գրասենյակը իմը լինի, բայց ես դառնամ դատավոր, բերեմ տղաս նոր չափած մի քանի օրա մի տարի չափասա դառը, բերեմ ասեմ բանես դու էլի բան, դիրեկտոր, Մանուշակ ջան դու էլի մեծ աշխատած իմ փաստաբան Սուլթանի շահերն ես ներկայացնում, եկեք իմ մոտ դատարան, ես դատան եմ, կարող է գժվել եք բոլորը, հա։ Տիկին գալաս թե համակարգային կոռուպցիա չկա, բացակայում դատական խորհուրդ, այդ նույն գործը դուք եք ոնց որ շարունակել հետո նախագահ
Բայց ես կարծում եմ դուք այդքան օբյեկտիվ կգտնվեք։ Ես չեմ նստելու գրագրությամբ զբաղվեմ։ Սա հաղորդում է հանցագործության մասին այս ամբողջը։ Նախ Արթուր Պողոսյան, դուք հիմա պետք է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնեք եւ հասկանաք, թե Յուրի Բադալյանը ոնց հապաղի հոկտեմբերի 27-ի գործը ինձ հետաքրքիր է։ Մենք բոլորս այդ գործի տուժածներն ենք։ Մեր երկիրը սկսել է քանդվել, ոչ թե սրանը, գիտեք, երբ որ զինդատախազության քննիչը կամ զինվորական քննիչը զոհված զինվորի մորը պոռնիկ ասում։ Երբ որ այդ քննիչը կանոն ասում է հոկտեմբերի 27 են փակել, այս երկրի the-end-ն է, բաստանա։ Մենք սրանից ավել բան չունենք։ Վաղը անհապաղ, սա ես հիմա ուղարկում եմ այս եթերը, որպես հաղորդում հանցագործության մասին եւ անհապաղ պահանջում եմ քրեական վարույթ նախաձեռնել։ Այս ինչ ջանասիրություն եք դուք ցուցաբերում։ Ամսի 8-ին եթեր եմ ես ունեցել, ամսի 10-ին Նայրան հաղորդում ատար, հենց ամսի 10-ին էլ քրեական գործակալություն եմ նկատնում։ Բայց հետևանքների մասին չեք մտածել։ Չեք մտածել։ Սրանք այնքան պրիմիտիվ են, այս ժամկետանց վետերան կոչվող, չգիտեմ, ձեր հայ-վայը գնացել, վայ-վայն է մնացել։ Դու մտածել ես, որ Մարինա Պողոսյանի հաղորդում տաս, Մարինա Պողոսյանը անելու մեջքի վրա թփրտա, չէ, թփրտացողները էլ շատ են լինելու։ Ասենք ինձ մենք էլ մյուս եթերին անդրադառնալու ենք, տեսեք Գագիկ Աղբալյանը ժամանակին Դատավոր Ավետիսյանի 3 բնակարաններն ու որդու 4 անշարժ գույքը։ Քոտողան 2007 թվականին 18 տարեկան, տենց վունդերկինդը եղեք գույքերա ձեռք բերե։ Բա հակակոռուպցիոն կոմիտե չեք ուզում զբաղվել։ Բա կոռուպցիան ոնց անում։ Այդ դատավորի աշխատավարձը այնքան բարձր եղել, որ այս դատավորը դառնում X-պյաց է առնում, այն էլ նոր են թվերի X-պյաց, ողջ X-պյաց։ Վաղ երևի մենակ մի 2 հոգի ունեն X-պյաց այդ թվերին։ Հիմա ես ուզում եմ եզրափակեմ եւ ինչ եմ ուզում ասեմ, կամ դատալեքս ոչ մեկը չեք կարդում, չեք տեսնում, որ նույն փաստաբանական գրասենյակի տնօրենը, որը նոմինալ ինքը չի տնօրեն տղային է նշանակել, իր կազմակերպության կնքած պայմանագրերով դատական նիստ անում, հա իմիջարուց չիմանակ է մնացածը չկա, ես հեսա հալթաղջան, մալթաղջան, բդխ, տդխ, սա ինչքան փող կապակցված անձ ունեք, են ինչ արմաս խրութեր, եսի մինչեր չեմ էլ հիշում այդ անունները, այդ որ դու ես հիմնել, մրգի գործ էիք անում, եսի ինչ էիք անում, ինչ էիք ցանում, ինչ էիք հնձում, ինչ էիք ծախում, մի հատ հիմա լրջացեք բոլորդ, իսկ հիմա դիմում եմ Տիկին Վարդապետյան արդեն ձեզ։ Ու պարոն Պողոսյանին էլ եմ դիմում, պարոն Նահապետյանին էլ, որ ըստ էության Նախ ակտիվիզալում պետք է հավաքվեիք ու ինչ շքանշան տայիք, ու սենց երեքով նստեք ասեք մենք հպարտ ենք, որ Տիկին Պողոսյանը բացահայտել, ոնց որ բան են խոսում, Թարալյանը։ Այսինքն ես ձեր տեղը ձրի աշխատեմ, դուք է որոշեք ինձ լրացնեք, լուրջ։ Դեմոկրատիայի բաստիոն, ուր եք։ Կամ բաստիոնի տակը ջուրա լցվե։ Հա։ Էս ինչ եք դուք անում։ Կարող եք գնացեք ձեր քննիչներին բռնեք, գողություն չանեք ձեր քննչականներից։ Այսքան ժամանակ ձայն չեմ անել, հարգելով բոլորին։ Մի թողեք։ Ես անկառավարելի եմ։ Իսկ Յուրա Բադալյանը, ես հիմա գրավոր հաղորդում, բանավոր հաղորդում եմ ներկայացնում, որ Յուրա Բադալյանը կոծկել է հոկտեմբերի 27-ի գործը եւ դրա համար անհապաղ այդ ՀԿ-ի իր նախագահությունն է, եսի ինչությունն է դադարացնում է, կասեցնում է եւ քրեական վարույթ պետք է նախաձեռնվի։ Նույնը վերաբերում է բարձրագույն դատական խորհրդին։ Դատալեքսի դոստուպ ունեք, կարողանում եք դատալեքս մտեք, տեսեք, թե ձեր դատավորը ինչ խաղեր ա տվել։ Հանցագործություններ կա, որ վաղեմություն չունեն։ Հոկտեմբերի 27 փակելը վաղեմություն չունի։ Եվ եթե այսինքն կկատարեք դուք, թե չէ, դուք էլ սպասեք իմ մյուս հրապարակումներին, մաս երկրորդը, թե ով ինչ գույք ունի, ով որտեղից,
Բայց ես չի հետաքրքրում, սենց է դա, ու հələ ուզում են, որ սա դառնա հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Հա։ Սենց եք դուք աշխատում։ Սրա համար եմ ձեզ փող տալիս։ Հարց եմ տալիս, սրա համար եմ ձեզ փող տալիս։ Ես սպասում եմ անհապաղ քրեական վարույթ նախաձեռնում։ Հայ վրա կարեք մի 50 հատ էլ ասենք էլի եմ ասում, գրեք որ Նայր Ավետիսյան կամ բույսերին սպառնացել եմ, չգիտեմ ընդ կենդանիներին վախացրել եմ, շաքարել ստացել, չգիտեմ են ՀԳ-ի մոտ արագ թափով ավտոյով անցել եմ, ՀԳ-ն ցնցվել է, ինչ ուզում եք, ինձ вообще չի հետաքրքրում, բայց դուք գոնե քրեական վարույթ նախաձեռնելուց քրեական գործ հարուցելուց դուք ձեզ հարգեք, սենց բաներ մի արեք, այդ Արցախի թալանի մասին 2 տարի որ խոսում եմ, շտոտը չտեսա, որ նույն ջանասիրությամբ միլիոններ թալանացներին կանչեիք պարոն Պողոսյան Արտուր, պարոն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, այն որ չնայած մեկ արդեն չեմ կարող ասեմ, հակակոռուպցիոն կոմիտեի մեկ այլ քննիչի է, շուտով ենք անդրադառնալ Նաիրա Շահինյան, որ բաշե պաշ չի ով է ու ինչ է անդեղանում, այսինքն մարդ վախենում է հաղորդում գրի հանցագործության մասին, որտեղ դուք ունեք պատրաստի տրաֆարեք, դնում եք copy-paste եք անում, այսինքն բոլորս კი ամուսնանանք, ես կոչ եմ անում բոլորին կանանց տղամարդկանց ամուսնանալ Յուրի Բադալյանի հետ, որտեղ մենակ Յուրի Բադալյանի տված հաղորդումներն է տեղ հասնում, Նաիրա Ավետիսյանին տես թասիբին կանոնը, կարող է դες ծաղկաձորը ռեստորանում կռիվ ա եղել կնդա դյուկայից քաշել են, դու էլ վազել ես քաղմաս հաղորդում ես տվել, ասում են կնիկը տես արել ա, ուրեմն արել ա, տարիներով, դե գնա բոլորից դեմ հաղորդում տուր, ես մենակ չեմ, Ճարոյանա, Նորիկյանա, են աղացը հաղորդում տված տղանա, Գևորգ Դավթյանա, ես դու ով ես դարել, հանգած չփորձեք իրավունքի չարաշահում, ընենց մի հատ երդ կանեմ, ընենց կանեմ մեկը հարկ չի մուծի, եթե դիմենք հարկ մուծեն, դուք մեր հարկերը վերցնեք ու այս ձևի ձեզ պահեք, Տիկին Վարդապետյան, դուք ձեզ կամֆորտն եք զգում, այս եթերը դուք ուզեք թե չուզեք լսելու եք, որ սենց է չլսեք կբերեմ դատախազության դիմաց մատ մեծ էկրան կդնեմ, կվարձեմ, ու տենց առավոտից իրիկու կդնեմ, որ այս եթերը պտտվի Նաիրա Ավետիսյանի դիմապատկերով։ Իրականում էլ բան չունեմ ասելու, բացի գիտեք ինչ, իրականում զզվանք եմ ապրում, ու էլի եմ ասում, ամեն ինչ կարելի էր ներել, բացի սրա մարդու արածից էլի, այսինքն ես հիմա հայտարարություն եմ ուզում անեմ, պարզվում է, որ մեր երկրի քաղաքականությունը արդի գնում է նրան, որ պետք է հոկտեմբերի 27-ը կոծկվել, և քանի որ Յուրի Բադալյանը կոծկվել է, իրան քննչական կոմիտեում նման արտոնություններ ա տվել, եթե ոչ հակառակը ապացուցեք քրեական վարույթ նախաձեռնեք և հարցրեք, ինչու է կոծկել, ում պատվերով ա կոծկել, ինչ կապ ունի Նայիրի Մունանյանի հետ և լիքը տարբեր բաներ, առայժմ այսքանը, Նաիրա Ավետիսյան մի քանի օր հանգստացեք, եթե քրեական վարույթ չնախաձեռնվեց, ուրեմն մյուս շաբաթ շատ ավելի վատ եթեր ա լինելու։ Ստեսություն ձեզ։